Ուժեղ Հայաստան դաշինքը տարածել է հաղորդագրություն։ Սիրելի հայրենակիցներ, ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում Ուժեղ Հայաստան դաշինքը գործել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների եւ հետապնդումների պայմաններում։ Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների եւ թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով, որոնք միտված էին սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ազդել ընտրողների ազատ կամ արտահայտության վրա։ Բուն քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրսը, պետական եւ համայնքային լծակների ներգրավմամբ, փորձելով կանխորոշել ընտրությունների արդյունքը։ Քվեարկության օրն արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց մասին ահազանգերը ստացվել են ամբողջ օրվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքից։ Նշված երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի եւ դրա արդյունքների վրա։ Բացի այս, տեղի է ունեցել աննախադեպ երևույթ։ Մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հաղթանակի եւ միանձնյա իշխանություն ձևավորելու մասին, ինչն ուղիղ հրահանգ ու ազդակ էր ԿԸՀ-ին։ Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը եւ ընկալվել առանց խորքային ուսումնասիրության եւ իրավաքաղաքական գնահատականի։ Ուժեղ Հայաստան դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ եւ ընտրողների կամ արտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, որի ավարտից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումն ու հետագա քայլերը։